Երբ որ մարզային բժիշկները հանդիպում են արտաշատում փոխնախարարի հետ, որը որ այս բարեփոխման պատասխանատուն է, հարց են տալիս, ասում են, ախր մեր համակարգիչները չեն միանում այդ համակարգին, մենք ո՞նց անենք դա։ Ասում է, ձեր համակարգիչները, ինչ համակարգիչներ են, ասում է, հայկական արտադրության, որը որ դուք մեզ տրամադրել եք, դուք կհիշեք այդ հայտնի պատմությունը, Տիկին Սեյրանյան 2020 թվին էր երևի, կարող առնեմ թիվը, վարչապետը շատ երկար գովեց հայկական արտադրության կառավարության նիստի, այո, շատ երկար խոսեց եւ դրանից անմիջապես հետո Արսեն Թորոսյանը նախարար էր եւ 2700-ի կարգի այդ նոթբուքերից, արմբուքեր, եթե չեմ սխալվում կոչվում, հա, դրանցից գնեցին պետության հաշվին եւ բաժանեցին մարզային առողջապահությանը եւ ոչ միայն, նաեւ Երևանյան պոլիկլինիկաներին։ Հիմա այդ մարդիկ ունեն այդ համակարգիչը։ Հիմա փոխնախարարը գնում է հանդիպման, ասում են, մեր այդ համակարգիչն է, որը որ չի կարողանում ներբեռնել դեղատոմսը եւ փոխնախարարի պատասխանը ասում է, թափեք այդ համակարգիչները, դրանք զիբիլ են։ Այսինքն պետության հաշվին առնում եք, տալիս եք մարդուն, ասում եք դուք այս համակարգչով պետք է աշխատեք, երբ որ ինքը բողոքում է, ասում է ես չեմ կարում էլեկտրոնային դեղատոմս, ասում է թափի այդ համակարգիչը։ Իսկ այդ համակարգիչը առնելու պատասխանատուն ով է։ Վերջի վերջո դա բյուջեի հաշվին գնված համակարգիչներ։